Հայկական սոցհարցումների մասին մեր համաքաղաքացիների մի մասը գիտի միայն այն, ինչ անում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։ Նախագահի ցանկացած ընտրություններում հաղթում է կամ նախագահ, կամ իշխանության թեկնածուն։ Թոզը փչում են մարդկանց աչքներին, որ գիտեք ինչ սոցհարցում ենք արել։ Սա ձևականություն է։ Մեր համաքաղաքացիների մեկ այլ հատված էլ կարծում է, որ լուրջ չէ վախեցած մարդկանցից նախագահի նախընտրելի թեկնածուի անունը հարցնելը։ Մտածում եմ, որ կվնասեն իրենց, դա համար ամեն դեպքում զգուշությունը պահպանում են։ Արամ Սարգսյանի տպավորությամբ մեր սոցիոլոգները ցանկացած ընտրություն կեղծում են մինչև ընտրությունը, ըստ նրա ված չէ լինի, եթե սոցիոլոգը նաև հոգեբան լիներ։ Ինչու այս իրավիճակում, երկրի ծանրագույն սոցիալական վիճակում աղքատ մարդը չի բողոքում իշխանության դեմ եւ ելի նորից գնում է նրան աջակցելու։ Պարոն Սարգսյանը գրեթե համոզված է, որ իշխանություններն առնվազն մասնակցում են սոցիոլոգիական հարցումներում իրենց առաջատարությունն ապահովելու գործին։ Դա խոսում է նրա մասին, որ դա ամբողջովին կառավարելի պրոցես է։ Վահագն Գևորգյանը հիշում է, թե 2008-ին ինչպես էր Ահարոն Ադիբեկյանը ընտրություններից 2 շաբաթ առաջ Լևոն Տեր-Պետրոսյանին կանխատեսել 11% քվ։ Նույնը ես վստահ եմ, որ հիմա է լինելու։ Իդեպ մեր համաքաղաքացիների մեջ քիչ չէին մարդիկ, որոնք գիտեին Ահարոն Ադիբեկյանին, սակայն չգիտեին, թե ինչ է սոցիոլոգիական հարցումը։ Մայր Արշակյան, Կարեն Չելինգարյան, IPF։